Կոմիտաս վարդապետ, նույն ինքը Սողոմոն Սողոմոնյան, ծնվել է 1869 թվականին, երաժշտագետ, կոմպոզիտոր, երգիչ, երգահան։ Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական եւ հոգեվոր երաժշտության հայրը, ով իր կյանքը նվիրել է հայկական ժողովրդական երգերի եւ սրբազան երաժշտության հավաքագրմանը, գործիքավորմանը եւ պահպանմանը։ Նա երաժշտություն է սովորել Բեռլինում, յուրացնելով եվրոպական տեխնիկան, միաժամանակ զարգացնելով ժողովրդական երաժշտության հետազոտության իր գիտական մոտեցումը։ Նա գիտականորեն ուսումնասիրել է հայկական ժողովրդական մեղեդիները, պահպանելով հազարավոր երգեր, որոնք այլապես կարող էին կորած լինել։ Նա ստեղծել է ժողովրդական երգերի գեղեցիկ գործիքավորումներ, օրինակ Քելե, եւ գրել է հոգեվոր երաժշտություն, այդ թվում երգչախմբի համար, Սուրբ Պատարագ։ Կոմիտասի գիտական եւ ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Հայ հոգեվոր եւ ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում՝ Բեռլինում, Փարիզում, Ժնևում, Լոզանում եւ այլն, այդ թվում միջազգային երաժշտական ընկերության համաժողովների, որի հիմնադիր անդամներից էր։ Կոմիտաս գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները եւ ցույց տալ, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն։ Նա հավաքել եւ գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից ավելի քան կեսը հետագայում կորել է եւ միայն մոտ 1200-ն է պահպանվել։ Բացի հայ ժողովրդական երգերից, նա նաեւ հետաքրքրվել է այլ մշակույթներով եւ 1904 թվականին հրապարակել է քրդական ժողովրդական երգերի երբևէ գոյություն ունեցող առաջին ժողովածուն։ Նրա երգչախումբը շատ եվրոպական երկրներում ներկայացրել է հայկական երաժշտությունը, արժանանալով այդ թվում Կլոդ Դեբյուսիի գովասանքին։ Ժամանակակիցները Կոմիտասի մասին։ Ես զարմանում եմ, որ 25 տարի սրանից առաջ փոքրիկ Հայաստանը տվել է մի Կոմիտաս, որի ստեղծագործություններն իրենց գեղարվեստական կառուցվածքի եւ արժեքի տեսակետից հազիվ կարելի կլիներ սպասել Ռուսաստանի խոշոր կենտրոններում ապրող նույն ժամանակի ամենահայտնի ռուս կոմպոզիտորներից՝ Միխայիլ Գնեսի։ Կոմիտասը մեծ ժողովրդի մեծագույն կոմպոզիտոր է, մեր երաժշտության հոգեվոր հայրը, եւ ամեն մի հայ երաժիշտ պետք է խորն ուսումնասիրի Կոմիտասի երգը, որպեսզի չկտրվի մեր ժողովրդի երաժշտության ակունքներից։ Արամ Խաչատրյան։ Իրապես լինելով հայ դասական եւ հոգեվոր երաժշտության հայրը, Կոմիտասը անգնահատելի եւ հսկայական ժառանգություն է թողել, որի երաժշտությունը նույնականացվում է հայ ժողովրդի դարերի խորքից եկող քաղաքակրթության եւ մշակութային արժեքների հետ։